Գյումրիի երկու նախկին քաղաքապետերն արձագանքում են վարչապետի պնդմանը, թե այս ամիս կայանալիք ընտրություններին ինքնահայտարարագրվածները մեջբերեմ դուրս են եկել իրենց գողացած գույքերը պաշտպանելու վերջին կռվին եւ ճակատամարտին։ Սամվել Բալասանյանն ու Վարդան Ղուկասյանն ասում են, Նիկոլ Փաշինյանն անմեղության կանխավարկած է խախտում, ուղղորդում դատարաններին։ Եթե ինքը նմանատիպ արտահայտություն է անում, նշանակում է ինքը ստիպում է դատավորներին եւ մնացածին, որ բացասական որոշում կայացնեն, այսինքն եւս մի ոչ ուրեմն դեմոկրատական ասեմ քայլ, որ անում է դատաիրավական ոլորտի նկատմամբ։ Միացյալ Նահանգներում գտնվող ու Գյումրիի պատմական Սևբերդի հողատարածքների ապօրինի օտարման համար մեղադրվող Սամվել Բալասանյանը գրավոր է պատասխանել վարչապետի մեղադրանքներին։ Սևբերդ ամրոցը մեր ընտանիքը ձեռք է բերել նախկին սեփականատիրոջից, այլ ոչ թե համայնքից։ Այնպես որ Սևբերդ ամրոցը չի կարող դառնալ քո սիրելի հատիկ առ հատիկի կոնտենտ եւ հայտնվել Range Rover-ի կողքին։ Այդ անձը խոսեց վերջին բոյի մասին, ասեմ, որ վերջին բոյ պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում Սևբերդի դեմ։ Մինչդեռ վարչապետ Փաշինյանը, որ երեկ Գյումրիում էր աջակցելու իրենց քաղաքապետի թեկնածուին, կուսակցական ելույթում, ինչպես նախորդ համապետական ընտրությունների քարոզարշավում, շեշտը դարձյալ դրել էր նախկինների ու նրանց ենթադրյալ թալանի վրա։ Անգամ գումարի չափ ու անուններ հնչեցրեց, թե ովքեր են պատրաստվել վերջին ճակատամարտին։ Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-ից 350 միլիոն դոլարի ապօրինի ձեռքբերված գույք, որը սպասվում է վերադարձի Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին ի սեփականություն։ Ընդ որում հայտնի են ումն են այդ գույքերը։ Դրանք Միշիկի գույքերն են, դրանք Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են, եւ դրանք Սերժիկի գույքերն են։ Եթե մեկը հանձնել է ամբողջ Ղարաբաղը, Արցախ աշխարհը 14 թե 12000 քառակուսի մետր, ամենաթանկ հայոց ազգի Գանձասարն է հանձնել, Դադիվանքն էլ հանձնել, Ամարասն է հանձնել, եւ այդ ամեն ինչից հետո ինքը կարող է որևիցե մեկին ինչ որ մի պիտակ կպցնել։ Կոմկուսի ցուցակով ընտրապայքար մտած Վարդան Ղուկասյանը չի ընդունում իրեն վերագրվող պաշտոնական դիրքի չարաշահման, փողերի լվացման ու ապօրինի հարստացման մեղադրանքները։ Գլխավոր դատախազությունը նրանից ու հարազատներից պահանջում է բռնագանձել 17 անշարժ գույք, 1 ավտոմեքենա, ավելի քան 222 միլիոն դրամ։ Մտավախություն չունի, որ վարչապետի հայտարարությունը իր գույքի բռնագանձման գործընթացը կարագացնի։ Ասենք բռնագանձեցին։ Իմ ինչս բան եղավ, որ ընդանրապես գույք էլի, եկուց որ մահացանք այդ գույքը հետ ներս ենք տանելու, մեր եկել ենք, մեր գնալու ենք, ես ենքան բան եմ կորցրել, ենքան բան եմ կդե, աշխատող տղեկ ենք, հետո խոմ Իրանով չէ, Իրանից հետո օրեր կան։ Իսկ վերջին ճակատամարտի մասին վարչապետի դիտարկման մասին ասում է. Ես չգիտեմ դե ինչ ճակատամարտի մասին է խոսքը, ես ճակատամարտից ընդհանրապես վերջին իր համար հավանական է, որովհետև եթե այստեղ ինքը պարտվում է, ուրեմն ինքը ամեն ինչ կորցնում է։ Մեղադրանքը չի ընդունում նաև Սամվել Բալասանյանը։ Անցած հոկտեմբերին նրա ու մտերիմների դեմ հարուցված վարույթից հետո Գյումրիի իշխող Բալասանյան դաշինքը առանց որևէ բացատրության հրաժարական տվեց, ինչի հետևանքով էլ ի վերջո երկրորդ քաղաքում արտահերթ ընտրություններ նշանակվեցին։ Սամվել Բալասանյանն այդ իրադարձություններից մոտ կես տարի անց առաջին անգամ խախտում է լռությունը։ Իր ծավալուն արձագանքում անգամ քաղաքական հայտարարություն է անում, գյումրեցիներին կոչ անելով մեջբերեմ մասնակցել արտահերթ ընտրություններին -1 ձևաչափով եւ մերժել ազգին սև ու սպիտակի բաժանած խմբագին ու նրանց դրածոյին։ Մեջբերման ավարտ։ Այս հայտարարության պատասխանն էլ չուշացավ։ Թեև Բալասանյանն ու նրա մերձավորներն այս ընտրություններին չեն մասնակցում, բայց Գյումրիի Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը պնդեց, թե Բալասանյանը եւս ընտրապայքարում է։ Նույն ոճով, նույն սկզբունքներով եւ նույն նպատակներով, ինչպես այս ընտրություններին սեփական դեմքերով չմասնակցող նախկին նախագահները։ Իսկ Վարդան Ղուկասյանը դիմում է Գյումրվա հին առածի օգնությանը։ Ըստ հավատքիքում եղիցի քեզ եւ ասենք ինչ բրտես չանաղը դեն գուկա գդալ այդ գյումրեցի 20 ինչ օրեր էլ ես քո դեմը պետք է Աստված բերե անպայման։